գոյություն չունի ոչ մի քերքի, այլ գոյություն ունի Տիգրանշեն, որը Արարատի մարզում մի գյուղ է, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կազմում, անբաժանելիորեն։ Հայաստանի Հանրապետությունը, որ դու ասում ես Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունն իր սկիզբն է առնում 1918 թվականի մայիսի 28-ին, ոչ թե 1922 թվականին, 21 թվականին, ոչ էլ 1991 թվականին։ Եթե դուք ասում եք, որ սա մեկ այլ բան է, ու իրոք մեկ այլ բան է, բայց սկիզբը միևնույն է, այն առաջինի սկիզբն է։ Տեսեք, դե հա, եթե սա երրորդն է, չէ, օրինակ հիմա երրորդի մասին ենք խոսում, երկրորդը դնենք մի կողմ։ Եթե սա երրորդն է, ուրեմն պիտի կոչվի, ասենք, չէ, ոնց ասեմ, պիտի կոչվի նենց ոնց որ ինքն է ուզում, հա, այդ պետությունն է, այդ ժողովուրդն է ուզում։ Ուրեմն հիմա եթե երրորդն է, հո կրակը չի ընկել, ոչ պիտի կոչվի Հայաստանի երրորդ հանրապետություն։ Էլի ոնց որ առաջինն ու երկրորդը, չնայած թեկուզ դրանք ուրիշ այլ պետություններ են, հա, դրանք առաջինն էր, երկրորդն էր, սա երրորդն է, հա, բայց ոնց ասեմ, սա էլ է ուզում կոչվի, սա իրան կոչում է ուղղակի Հայաստանի Հանրապետություն, ոչ թե Հայաստանի երրորդ հանրապետություն։ Դե հասկանում եք, միտքը հասկանում եք, բայց, օքեյ, կոչեք Հայաստանի Հանրապետություն, խնդիր չկա, թող անվանումը լինի, անվանումը հենց Հայաստանի Հանրապետություն չի, համ Հայաստանը, համ Հայաստանի Հանրապետություն, ոնց որ Արցախինը, համ Արցախը, համ Արցախի Հանրապետությունը, այսպես։ Ուրեմն, օքեյ, թող կոչվի պաշտոնապես, ուղղակի, այնպես էլ, ոնց ասեմ, ժողովրդի մոտ, sense խոսակցական կոչվի Հայաստանի Հանրապետություն։ Դե Հայաստանի առանց էլ, ասենք, եթե նույնիսկ կոչվեր պաշտոնապես բան, ոնց ասես, Հայաստանի երրորդ հանրապետություն, մեկ այն առանձին որ Հայաստան, ինքը էլ ուղղակի Հայաստանի մնա։ Թող կոչվի Հայաստանի Հանրապետություն, բայց սահմանադրության մեջ գրեք, օրենսդրության մեջ sense ամրագրեք, սահմանադրության մեջ, օրենսդրության մեջ, որ Հայաստանի երրորդ հանրապետություն։ Ու սկիզբը առնում է 1991 թվականին, բայց դուք գնում գալի ամեն օր եք ամեն տեղ, որտեղ կարծում ես Հայաստանի Հանրապետություն։ Ու այդ դեպքում միևնույն ժամանակ բանը Տիգրանաշենն Ադրբեջանն է։ Բայց չէ որ նույն Հայաստանի Հանրապետությունը դա համ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունը, համ առաջինն է, մանավանդ առաջինը։ Եթե մենք խոսում ենք ուղղակի Հայաստանի Հանրապետության մասին, դա երրորդն է ու առաջինը։ Երկրորդը չէ, բայց այն էլ է գալիս Հայաստանի Հանրապետություն, որովհետև խորհրդային, սոցիալիստական, սրանք անինք, մի վայրկյան, խորհրդային սոցիալիստական։ Մի խոսքով խորհրդային, սոցիալիստական, սովետական, եսիմինչական, այնտեղ էլի կա Հայաստանի Հանրապետություն բանը, բառերը ու բանը, դիրքը, ստատուսը, այնպես որ բանը դա էլ է Հայաստանի Հանրապետություն, բայց հենց Հայաստանի Հանրապետություն ոչ այդ միութենական, չգիտեմ, միության մեջ, չգիտեմ, սովետական, կոմունիստական, չգիտեմ, սոցիալիստական, խորհրդային, հա, որ ուղղակի Հայաստանի Հանրապետություն, դա առաջինն է, որ եղել է 1918 թվականից մինչև զավթումը, գրավումը, ու բանը, ոնց ասեմ, ոնց է դա կոչվում, հեղաշրջումը, դա հեղաշրջում էր, դա զոռով հեղաշրջում էր, զոռով, դա ինչ է եղել Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետությունը ինչ գործողության, ինչ պրոցեսի, ինչի արդյունքում է կորել։ Դադարել գոյություն ունենալ նկատի ունեմ, կորել, ասելով։ Հեղաշրջման, դա օքեյ, ռևոլյուցիա է, լավ, այսինքն հեղափոխություն, բայց դա բան էր, ոնց ասեմ, իշխանափոխություն, լավ, իշխանափոխություն, մի խոսքով, բայց հեղաշրջման սենց տպավորությունն էլ կա։ Ուրեմն, բոլշևիկներ, որ եկան Զորով, Մորով, եսի միջեր, բանը, դադարել են գոյություն ունենա 20-ականների սկզբին, այսպես ասենք։ Հայաստանի Հանրապետություն մեկ է դա, նորից երկրորդ հանինք, այդ սովետական, խորհրդային, չգիտեմ, սոցիալիստական, մեկ է դա, այդ առաջինը 1918 թվից մինչև 1918 թվի մայիսի 28-ից մինչև 1920-ականների սկիզբ, մեկ է դա, մեկ էլ էս երրորդը 1991 թվականից մինչև 9։ Հայաստանի տեսեք, եթե չորտ վայզմի դե արի ու մի ասա այն ռուսերեն էս տպված է խոսքը։ Այս ամենի դեպքում Տիգրան Ադրբեջանը, երբ որ Հայաստանի Հանրապետության նույն քո ասած Հայաստանի Հանրապետության, ինչքան ասեմ, Հանրապետության տարածքներից օկուպացված է, հասկանում ես, Հայաստանի Հանրապետության խորքում, դու գիտես ինչքան խորքում է գտնվում է Տիգրան, որովհետև Հայաստանի Հանրապետության կազմի մեջ է եղել նաև Նախիջևանը, հասկանում ես, Արցախը, ու այդ քո ասած Տիգրան Ադրբեջան կոչվող պետական միավորից, պետությունից շատ, ոնց ասեմ, բավական հեռու է եղել։ Հայաստանի Հանրապետություն սզվծրել է ուղղակի դրանում։ Դե գնա բանը Ջավախքը հետ պահանջի, գնա Արտվինը հետ պահանջի, Արտահանը հետ պահանջի, գնա բանը հետ պահանջի, Ցորակերտը, գնա Կարսը հետ պահանջի, Անին հետ պահանջի, Հայաստանի Հանրապետություն ես ասում, այ քեզ բան, գնա Նախիջևանը հետ պահանջի, Հայաստանի Հանրապետություն, դու գիտես երրորդ Հայաստանի Հանրապետությունն ինչ է, երրորդ Հայաստանի Հանրապետությունը դա նույն առաջին Հայաստանի Հանրապետության վերականգնումն է, որը եղել է Սովետից առաջ, եղել է Հայաստանի Հանրապետություն, հետո այստեղ հոп Սովետ ու այդ բանը Սովետին հանին, հոպ-ստոպ արին ղրգին ու նորից նույն պետությունը հայտնվավ վերականգնված։ Ստեղ կապ չունի, ոչ մի դեր չի խաղում, նույնիսկ ոչ մի դեր չի խաղում այն, որ Հայաստանի օրենսդրության մեջ կամ չգիտեմ միջազգային օրենսդրության մեջ որ օրենսդրությունն ուզում ես վերցրա։ Կապ չունի, որ Հայաստանի կամ որևէ այլ օրենսդրության մեջ չկա, որ բանը Հայաստանի ներկայիս երրորդ հանրապետությունը դա առաջին հանրապետության իրավահաջորդն է։ Բայց ինչի հիմունքներով ինքը գոյություն ունի։ Ինչ հիմունքներով ինքը գոյություն ունի։ Ոչ մի։ Չկա ուրեմն։ Չի կարա, եթե ինքը գոյություն տապ կներեք, կփորձեին տապ անեին։ Եթե ինքը գոյություն ունի, ուրեմն միջազգային հիմունքներ կան, բաներ կա։ Ինքը ինչ հիմունքներով գոյություն ունի, որ 1991 թվականին է ստեղծվել, թե որ ԽՍՀՄ-ում բանը ստեղծվել այդպիսի հանրապետություն։ Իսկ դա աշխարհը ճանաչում է։ Ոչ։ Մի հատ էլ անօրինական է ճանաչում ԽՍՀՄ-ում ընդհանրապես ողջ ՌՍՖՍՌ-ի ու ԽՍՀՄ-ի տարածքում արված յուրաքանչյուր տարածքային փոփոխություն անօրինական է ճանաչվել ու ճանաչված մինչև հիմա ու ճանաչվում։ Բա ի՞նչն է մնում, ես չեմ հասկանում։ Մնում է առաջին հանրապետությունը։